Տարոն Մարգարյան ջան, ես էլ քո մասին, հանգարց չմտածես քեզ աչկաթող ենք արել, նեղ սրտես։ Այսօր կանդրադառնանք ոչ թե հանրապետական падգամավոր Տարոն Մարգարյանին, այլ հանրապետական Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Այն որ Տարոնը երկար տարիներ աշխատելով Երևանի քաղաքապետ իր ունեցվածքը, տները, օբյեկտները, հողատարածքները, ֆինանսները հասցրել է աստղաբաշխական թվերի, էդ էս իշխանությունը չի նկատում ու երևի ոչ էլ նկատի։ Բայց ասածներս հետ չի։ Տարոնը երկար տարիներ աշխատելով Երևանի քաղաքապետ, գաղտնիք բացահայտած չենք լինի, որ ասենք սերտաճել է քրեական աշխարհի հետ։ Եվ Երևանում նրա պաշտոնավարման տարիներին հողատարածքների սեփականաշնորհում, շինթույլտվություն, քաղաքային սեփականություն հանդիսացող տարածքների օտարում, ապօրինի շինությունների օրինականացում, այս բոլոր հարցերը մեծամասամբ լուծվում էին քրեական հեղինակությունների հետ։ Բայց Տարոնը ուներ մի սկզբունք. ընկերությունը ընկերություն, ախպերությունը ախպերություն, բայց հողատարածքը թույլտվությունա կամ գործի դնելա այդ գործա, այսինքն գին ունի, ու էդի չենք խառնում ախպերության հետ։ Բայց սրանք սա հեչ։ Տարոնը մի ավանդույթ էր ստեղծել Երևան քաղաքում։ Ցանկացած ավտարիցետ իր շրջանում պետք է դպրոցի կամ գոնե մանկապարտեզի տնօրեն նշանակել տալ իր ասենք քրոջը, կնոջը կամ ասենք ընկերուհուն։ Իհարկե համապատասխան մերսիներով։ Տնաշեն, ընենց էի կարել, որ արդեն մանկապարտեզի տնօրեն լինելը համարյա մտել էր գողական պանյատների մեջ։ Ցանկացած ավտարիցետ վատ կզգար, որ գոնե ընկերուհուն նշանակել չտար մանկապարտեզի տնօրեն։ Էլ չեն խոսում են բիոզուգարանների միլիոներից բանից։ Հիմա էլ գնացել ազգային ժողովում իր համար հանգիստ կնոպկա է սխվում։ Ինչևէ, այսենց ջիգյարով քաղաքապետ է եղել մեր Տարոնը Երևանի համար։